երբեմն սարկազմով եմ ես դա եւ ընկերներս ֆանանում, դա էս իմ մատն է, մատի կտրվելու պատմությունը, այսպես ցույց տամ, մատս կտրած է։ Ես մի հատ լավ դեպք կպատմեմ ես մատի հետ կապված։ Ողջույն ընկերներ, այսօր զրուցելու եմ Ջավախցի երգիչ, անզուգական ձայն ունեցող մեր ընկեր Մավր Մկրտչյանի հետ։ Ողջույն Մավր ջան։ Ողջույն Ալիք ջան։ Մավր ջան, այսօր ունենք 10 կարճ հարցեր։ Առաջի հարցը դու որտեղից ես։ Ծնվել եմ Ջավախքում, Ախալքալակի շրջան, գյուղ Մերենիա, ծնվել եմ, ապրել եմ այնտեղ մինչև 10 տարեկան, 10 տարեկանից տեղափոխվա Երևան, ընդունվեցի Չայկովսկիի երաժշտական դպրոց ու մինչ այսօր ապրում եմ Երևանում։ Բայց ծնողներս, եղբայրս այնտեղ են, այսինքն հոգիս այնտեղ են։ Շատ լավ։ Իսկ ձեր գյուղում ինչ հետաքրքիր զբոսաշրջային կամ ինչ որ ձևի հետաքրքիր բան կա։ Վայր։ Իրականում անկեղծ ասեմ, այս մեր թող մնացած ջավախցիները չներենան ինձ են, բայց մեր գեղը մի քիչ բարբառով խոսեմ երևի։ Okay։ Որտեղ մեր լսարանի հիմնական մասերը ջավախցիներն են, թող մեր հայաստանցի ընկերներն էլ սովորեն մեր բարբառը։ Լավ։ Մեր գեղի երևի մեր Ջավախքի ամենասիրուն, ամենագեղեցիկ գեղերից մեկն է, գյուղերից մեկն է։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ Մերենիա գյուղը ով գնացել է, վստահ եմ կփաստի այդ երևույթը։ Ինչև է հայտնի Մերենիան։ Նախ Մերենիան 3 կողմից, այսպես կարելի ասել, անտառներով է շրջապատված, եւ մեր տարածաշրջանի միակ բնական անտառը հենց Մերենիայի անտառն է։ Մնացածը շատերս գիտենք, արհեստական անտառներ են, բայց միակ բնական անտառը հենց Մերենիայի անտառն է։ Ու Մերենիան նաև շատ հայտնի է իր, մենք կաղին ենք ասում, բայց այստեղ պնդուկ են ասում, պնդուկով, եւ շրջակա գյուղերից շատ են գալիս։ Մենք հայտնի ենք մեր ջուրով, մեր փաշափուղար ենք ասում, մեր ջրից այդ աղբյուրից ծնվում են մի քանի գյուղեր։ Մերենիան նաև հայտնի է իր մարդկանցով, մենք տվել ենք շատ գիտնականներ, մենք տվել ենք արվեստի բնակավարի մարդիկ եւ դասախոսներ, հիմա մեր պետհամալսարանի ականավոր դասախոսներից եւ գյուղը նաև հայտնի է իր լավ հողով, բերքատու, այդ սև հողը, Վարդան ընկերս եկել է, ասում է, «Ինչ լավն է ձեր հողը, ուտել եք գալիս»։ Բադալյան Վարդանի մասին։ Հա, Բադալյան, երգիչ Վարդան։ Մավր ջան, քանի որ խոսեցինք երգիչ կոնգերոջից, ներկայացրու ինչով ես դու զբաղվում։ Ես մինչ այսօր երգում եմ, ինձ ծնվել եմ երգում եմ, հուսով եմ մինչ մեռնելս կերգեմ եւ երևի սա իմ երջանկությունն է եւ ապրել ու անել այն ինչ որ սիրում ես։ Քո ոճը ժողովրդական է, բայց չի առանձնացնի ժողովրդական, որովհետեւ իմը երգն է, երաժշտությունն է եւ հիմա կարող ինչ որ մի փուլում տեսնեք դասական ինչ որ մի փուլում pop էստրադային բան, դա ամբողջ իմ համար դա երաժշտություն է։ Մավր ջան, քո ամենաստացված պրոյեկտը ո՞րն է։ Իմ դեպքում, քանի որ ես երաժիշտ եմ, պրոյեկտ աստվածը մի քիչ հարաբերական է, որովհետեւ իմ պրոյեկտները դա երևի իմ երգերն են, պես կարելի է ձևակերպել, երգերն են եւ համերգները, եւ չեմ կարող առանձնացնել կոնկրետ մի պրոյեկտ, բայց կարող եմ մի քանի, պես ասած, պրոյեկտ կամ երգեր առանձնացնել, օրինակ կուզենայի առանձնել Hey Հոկի ջանը, Դեզարկեկը։ Նաեւ ստացված իմ երկու մենահամերգները, մեկը 13 թվականին տեղ ունեցավ, մեկը անցած տարի։ Այսպես սա է իմ կյանքը, իմ հաջողված երեք պրոյեկտները իմ երգերն են, որը որ արդեն եթե մարդիկ գիտեն, տեսել են, սիրել են, նշանակում է հաջողվել է։ Իսկ Մավր ջան, ինչ որ բան եղել է, որ չի ստացվել կամ ձախողվել է, որը քո համար դաս է եղել հետագայի համար։ Նոր ճիշտ ասեմ, ես այդ չստացվածները ավելի շատ եմ սիրում, քան ստացվածները։ Հարաբերական ավելի շատ եմ սիրում, որովհետև ես միշտ սիրում եմ միշտ դասեր քաղել ու անհաջողությունը վերածել ստիմուլի, որ հասկանամ ինչն է հաջողության գրավականը, որովհետև երբեմն թվացial կոմֆորտ զոնան փոքր հաջողությունները իրանք ավելի վտանգավոր բաներ են շատ դեպքերում եւ ինչ որտեղ նաեւ իրանք թվացial կոմֆորտ ինչ որ մի վիճավայր են ստեղծում, որից դուրս գալը շատ դժվար է։ Իսկ անհաջողությունները տվյալ դեպքում միշտ բերում են նոր
ստիմուլի նոր ավելի շատ աշխատելու, ավելի ակտիվ եւ ավելի հենց քո սխալները ուղղելու այսպես կարծեմ։ Բնականաբար իմ կյանքում էլ եղել են այդպիսի պահեր շատ են եղել, շատ հիասթափվել եմ, շատ կոտրվել եմ, բայց հետո ինչ որ մի փուլ հետո ավելի շատ եմ սկսել ես դա օգտագործել իմ երազանքի նպատակի հասնելու համար։ Շատ լավ, այդ բանին էլա վերաբերում են մրցումների բանի, չէ՞։ Այդ պրոյեկտներ որ կար, չէ՞ շանթով բանը, դա չէ համարի բան, որովհետև դա իրականում նա ինքը առաջի, երկրորդ, երրորդ դա մի քիչ հարաբերական է, հետո անկեղծ ասած այդ երկրորդ տեղը ինձ ավելի շատ բան տվեց, քան եթե ես առաջին բան վերցնեի։ Մավեր ջան, ես գիտեմ, որ դու շատ ես գիրք կարդում, քո ամենասիրված կամ դուր եկած գիրքը ինչ խորհուրդ կտաս։ Գրքերի հանդեպ իմ հետաքրքրությունը մի քանի երևի փուլերի կարելի է բաժանել, մեկը դպրոցական շրջաններ, որտեղ շատ էի կարդում ու հիմնականում կարդում էի դասական գրականություն, սկսած հայկականից մինչև արտասահմանյան ռուսական եւ դա նաեւ համընկավ նրա հետ, որ եղբայրս սովորում էր բանասիրական ֆակուլտետում եւ իր հետ հավասար բոլոր իր գրքերը կարդում էի։ Ուսանողական շրջանում մի քիչ քչացավ ընթերցումը, բայց վերջի շրջանում էլի սկսել եմ շատ կարդալ եւ հիմա շատ ինձ ձգում է էզոտերիկ գրականությունը եւ շատ բաներ կարող եմ խորհուրդ տալ, բայց միակ գիրքը, որ կասեմ անպայման բոլորը պետք է կարդան, դա Ալեքսանդր Կլիսովսկու նոր դարաշրջանի աշխարհընկալման հիմունքները գիրքն է, որը կարելի ասել երևի կփոխի հիմնովին մարդու կյանքը, եթե մի քիչ տենց ընկալման վիճակում ես հասել, որ դու կարող ես այս էզոտերիկ նոր ուսմունքի բաներ ընկալել։ Շատ լավ։ Հիմա գանք երիտասարդների ոլորտ, այն երիտասարդը, որ նոր է դպրոցն ավարտել, ուզում է մեծ կյանք մտնել ու ուղին ընտրել է մշակութային, այս քո պարագայում երգն է, ընդհանուր մշակութային պայմանավորված ասենք, դու ինչ խորհուրդ կտաս այդ մարդուն, ով որ նոր մտնում է մշակութային ոլորտ։ Կլինի երգ, պար, չգիտեմ, ինչ որ բան։ Այդ հարցը երկակի կպատասխանեմ, եթե խոսքը վերաբերվում է Երևանում ապրող նոր կյանք, այդպես մշակութային կյանք մտնող երիտասարդի մասին եւ կպատասխանեմ ուրիշ կերպ Ջավախքում ապրող այդ երիտասարդի։ Երկու տարբերակներ։ Երևանում ապրող երիտասարդը շատ դեպքերում շատ բաներ հասանելի է, թե ուսումի, թե հնարավորությունների եւ լիքը առումով այստեղ ամեն ինչ հասանելի է։ Եվ այստեղ ուղղակի պետք է ընդհանրապես շատ աշխատել եւ չընկճվել։ Իսկ Ջավախքի դեպքում, քանի որ նաեւ ունենք խնդիր ինքնադրսևորվելու, նաեւ տաղանդը բացահայտելու խնդիր ունենք, որովհետեւ մարդ կա տաղանդավոր է, լավ երաժիշտ է, փայլուն ձայն ունի, լսողություն ու ամեն ինչով, բայց չկա տեղ ռեալիզացվելու, չկա տեղ իր այդ ամեն ինչը բացահայտվելու, ցույց տալու։ Եվ այստեղ ինչա գալիս, որ կամ եթե շրջապատը ծնողները նպաստում են, ուղարկում են ինչ-որ տեղ սովորելու, ինքը կարողանում է դրսևորվել, եթե չէ, ինքը դառնում է ուրիշ մասնագետ, ունենալով փայլուն, ասենք թե երջական տվյալներ։ Այս դեպքում կարող եմ մենակ մի բան ասել, որ եթե սիրում եք այն ինչ որ դուք, ասենք թե երգում եք, սիրում եք, շատ եք սիրում, ամեն ինչի գնով դուք պետք է պայքարեք հասնելու դրան, ամեն ինչի գնով, որովհետև իսկականից ես դրա միջով անցել եմ անհաջողությունները, խանգարող հանգամանքները միշտ կյանքում շատ են։ Այսպես կողքից միշտ հեշտ է թվում, երբ որ դու կայանում ես, բեմում երգում ես, մարդկանց թվում է թե ինչ կա, որ մենք կարող ենք դա անել, բայց չէ, դրա հետևում ահռելի աշխատանք է թաքնված։ Եվ այստեղ նաև բացի աշխատանքից նաև կամքի մեծ ուժ է պետք, որ այդ ամեն ինչից չկոտրվելու, ժամանակի ընթացքում չշեղվելու նպատակը, մենք որովհետև նպատակը դա այն բանն է, որ մեծ ճանապարհ է իրանից ենթադրում եւ այդ ճանապարհը անցնելը տարբեր փուլեր են։ Այդ փուլերում տարբեր խնդիրներ կարող են առաջանալ։ Այդ խնդիրները շատ դեպքերում շատերին կոտրում են, շատերը մասնագիտություն են փոխում, չեն շարունակում, շատերը երգում են այն ինչ որ այդ պահին
գումար է բերում եւ այսինքն հիմնական մեծ նպատակից են շեղում եւ նմանատիպ լիք խնդիրներ մի քիչ երկար ստացեց այս հարցի պատասխանը, բայց ցանկությունս դա է, որ ամեն գնով գնալ երազանքի հետևից։ Շատ լավ։ Հիմա գանք Ջավախքի բարբար։ Ջավախքի բարբարով ինչ է նշանակում միսավիր։ Իրականում Ալիկ ջան, ես այդ բառը գիտեի, ինձ չէ որ դու ինձ նախապես ասել ես, դրանից գիտեի։ Դե պարզ է, Ավելի բարդ բառը կարող էր ինձ համար դառնալ, միսավիր դա հյուրն է։ Մեր համար նորմալ է իմանալ այդ բառը, բայց մեզ դիտում են նաև Երևանից կամ ուրիշ տեղերից, հնարավոր է իրենք չիմանան։ Այնպես որ եթե կսեն միսավիր, ուրեմն դա հյուրի մասին է խոսքը։ Հյուրի մասին է խոսքը։ Մեր ֆորմատը այնձև է, նախորդ իմ զրուցակիցը հարց է տալիս հաջորդ զրուցակցին։ Այս դեպքում իմ նախորդ զրուցակիցը Դավիթ Մկոյանն էր, ինքը հարց է տվել, թե ինչ հուշ ունես դու Ջավախքից փոքր ժամանակվա։ Այսինքն փոքր ժամանակ ինչ հուշեր ես ունեցել, որ մինչև հիմա հիշում ես։ Ու ինքը չգիտի ով է լինելու հաջորդ հյուրը։ Ինքը չգիտի, որ քեզ է տվել, էլի այդ հարցը։ Դավիթ ջան, ողջույն։ Դու ավելի վատ բան ունեիր ինձ անել։ Մանկությանս այսպես ասեմ, երևի ցավոտ կամ ամենահիշվող հուշը, որը հիմա երբեմն սարկազմով եմ ես դա եւ ընկերներս ֆանանում, դա է էսի մատն է, մատի կտրվելու պատմությունը։ Այսպես ցույց տամ, մատս կտրած է։ Ես մի հատ լավ դեպք կպատմեմ ես մատի հետ կապված։ Մենք առաջի անգամ չենք ծանոթ ենք շատ երկար ժամանակ, բայց ես դες ստորի բացա։ Այս մատի հետ կապված մի հատ լավ հետաքրքիր դեպք կպատմեմ, որ միշտ թղանակով եմ հիշում։ Կարծեմ էլի եմ պատմել Աշոտ Ղազարյանի հետ հանդիպման հաղորդման ֆորմատում Ջավախք ենք գնում, կակրաս ես մեր ես մեկ էլ երկու ընկերներս հետ գնում ենք Ջավախք, այնտեղ կար կանգնեցինք բան անելու, բենզին լցնելու, ասում ինչ որ լցակայաններ։ Մեկ էլ մոտ մի 50 տարեկան մարդ մոտեցավ, Ստավա ջան, ես մեր մավրին էս նման ես բան, ասում եմ ես եմ, փոքր ջան։ Դու չես, բան հաստատ երևի նման ես, ախպերն ես կամ բան, ասում եմ փոքր ջան, ես ինչ ունեմ խափելու, բան մեկ ասած։ Հələ մատը ցույց տուր։ Հա, անհնար է մատը ցույց տուր, ասում եմ, «Արի ջան, արի ցավտան»։ Հա, էսի անհնար է խաղ։ Այնպես որ Դավիթ ջան, իմ հուշը դա պատմեմ ոնց է, փոքր, հա, դաժան է, 3 տարեկան էի, ծննդիս էր, ուղիղ 3 տարեկան ծննդիս էր, այսօր պես հիշում եմ։ Մայրս ու տատս հաց էին թխում, մենք թոնիր ունենք տեկիղում, հաց էին թխում, դա մեծ արարողություն է իրականում հաց թխելը, ժամերով բան, այդ հաց թխում են մոտ մի շաբաթ 10 օր, ինչո՞ց էս։ Այդ 90-ականների 93 թիվներ, հա։ Այդ թոնիրը մենք մինչև վերջի մի 10-15 տարի առաջ ունենք իրականում, այս վերջի շրջանում որ չեն օգտագործում եւ այդ մեղր քամելու մենք չգիտեմ դրա հայերեն անկեղծ բան թարգմանությունը ոնց է անում դուք ցենտրաֆուգա ենք մենք ասում, հա, մենք են մեղվապա գիտեմ դրա հայերեն ուղղակի բանը չգիտեմ, կարելի է հետո մեղր քամիչ երևի մեղր քամիչ, հա Դա եթե դու գիտես ոնց աշխատում է կոնցեպտը, երկու հատ են որ իրար բանոն փոքր եմ եղել։ Մենակ հիշում եմ որ գնացի բանկ առուշկա իրանց պատա տեսնում ես, ինքը մեծ արագություն է հավաքում, հա, եւ այդ բանը այդ ռամկաները դնում եմ մեջը եւ ինքը մեղրը պատերին է։ Ֆրացրեցինք սկսեց արագ վռալ ու մատս կողեցի այս տակը այդ բաների տակը, ոտամ կկանգնի։ Ես պատկերացրեց։ Ես որ Դավիթ ջան, դա ուրիշ լավ հարց չունեի տալու։ Դե որ էս ծավը դու հարց տուր հաջորդ հյուրին, չգիտենք ով է լինելու։ Արդեն դու որոշի դաժան հարց չտաս։ Հուսամ հաջորդ հյուրը 10 մատով, 10 ոտի եւ 10 ձեռքի մատները բայրան պետք որ Անկեղծ ասած, միակ խնդիրը, որ Ջավախքում վերջերս ինձ շատ սկսել է անհանգստացնել, այն հարցներ, թե ինչի մասին նոր բավական երկար խոսեցի, ինչպես մարդիկ, երեխաները, ովքեր սկսում են կյանք մտնել եւ իրանց մեջ ինչ-որ տաղանդ են բացահայտում,
ինչպես դրսևորվեն, ոնց կարողանան հասկանալ, իրանք կարող են լավ երաժիշտ դառնալ, իրանք կարող են լավ պարող դառնալ, իրանք կարող են, չգիտեմ, ջութակար դառնալ։ Սա այն խնդիրն է, որը ինձ անկեղծ շատ է անհանգստացնում, որովհետև վստահ եմ, եթե լավ երաժշտական դասական դպրոցներ ունենալ դեպքում, օրինակ Ջավախքից մենք հրաշալի ջութակարներ հենց Ջավախքից կունենանք, չնայած մենք ունենք ծնունդով Ջավախցի եւ լավ ջութակարներ եւ լավ դասական երգիչներ, խոսքը, բայց խոսքը ստեղում ապրող մարդկանց մասին է, որ այնտեղից էլ կարող են լիքը զանգվածներ ինքնադրսևորվել ուրիշ ժանրերում։ Հիմա այնտեղ ամենաշատ հայտնի ժանրը բոլորս էլ գիտենք ժողովրդական երգն է։ Բայց ես կուզենայի այնպիսի միջավայր լիներ, որ մարդիկ բացի ժողովրդականից կարողանային ուրիշ ձև դրսևորվել եւ հարցս էս է. ինչ կարելի է անել, որ մեր երեխաները իրենց դրսևորվելու հնարավորություն ունենան։ Շատ լավ, կտանք հաջորդ ուրին հես հարցը, բայց այդ բանով ես ենք մանկության հուշերի գիրկը, ուրեմն ես երաժշտական դպրոց գնացել եմ 94-5 թվերից, 4 երևի։ Այն ժամանակ մութ տարիներ, բան չկար, երաժշտական դպրոցում վառարան, աթարով, ես էլ եմ այդ վառարանները սովորել, ապակիները ջարդած, այդ վառարանի բաները, այն մակրողները չէի գցում, հետո որ ծուխելներ, ու այդ պետք է սովորես Բեթհովեն նվագի դե արի էքսերտի -20 մեր Ջավախքի ձմեռն այն ժամանակ ահա լավ ոչինչ ու այդ վիճակով մենք սովորել ենք պատկերացրու երեխա 7-8 տարեկան հոգեբանական ինչ տրավմա է որ իր համար երաժշտությունը տանջանք է այսինքն ինչ բաներ սովորել է ու հետո ես միշտ շնորհակալ եմ իմ ֆորտեպիանոյի իմ դասատուին Աննա Գեորգիևնային այն ժամանակ ինքն էլ էր բավականին երիտասարդ Աննա Գեորգիևնա ջան ողջույն ձեզ ողջույն ինքը շատ դեպքերում կանչում էր հրավիրում էր իրենց տուն ու հենց իրենց տունն էի ես դասի գնում պարապում այդ ես չեմ մոռանա կյանքում իրան ես եղել առիթներ էլի շնորհակալություն հայտնել եմ բայց իմ եւ ինպես մարդիկ այդ ժամանակ երաժշտական դպրոց գնում էին դրա բայց այդ պայմաններում դուք էլի հնարավորություն ունեցել եք թեկուզ այդ պայմաններում առնչվելու դաշնամուրի հետ բայց գյուղերում չկար մեր գյուղում կամ չգիտեմ որ երեխան գիտի դաշնամուրի ախրկալակ երևի կա խցկակա բայց գյուղերը կենտրոնի հիմնական մի քանի տեղերում կա այսինքն եթե նույնիսկ գյուղացին տաղանդ ունենա ինքը հնարավորություն չի ունենա նույնիսկ ժամանակային որ ամեն անգամ գնա քաղաք շրջենտրոն նորից հետ գնա հետո դաշնամուրը այսինքն այստեղ նաև ուրիշ խնդիր կա բացի հնարավորությունից Ջավախցի մարդու համար գոյություն չունի ես մի քիչ կոպիտ եմ ասում բայց իրականությունն եմ ասում դառը ժողովրդական եւ ընդհանրապես երգից բացի ուրիշ բան ուրիշ երաժշտություն գոյություն չունի ու Ջավախքում գյուղում ապրող մարդու համար բայց դա նրա համար չի որ ինքը չի սիրում կամ չգիտի դա նրա համար որ ինքը չգիտի իրան չի մատուցված որովհետև Ջավախցին ամենայն վստահությամբ կարող եմ ասել ամենաբարձր ճաշակով հասարակություններից մեկն է որ այդ իր կրթության սահմաններում ինքը շատ բարձր ճաշակ է դրսևորում բայց Ջավախցի մարդը գյուղացի գյուղում ապրող մարդը չգիտի դաշնամուրը ինչ է դա իսկ գիտի ինչ է բայց ինքը իր երեխային կյանքում չի ասի ես երեխու ստանեմ դաշնամուր կամ որովհետև ընդունված չէ այնտեղ այդպես անել սրա մասին է խոսքը որ այստեղ մենք դաշնամուրը ես օրինակով բերեցի բայց կարող է լինել ջութակ կարող է լինել ասենք թավջութակ տրամբոն հոբոյ այսինքն փողային գործիքներ կա նման բան հա նու դհոլը տարածված է օրինակ դհոլը բարը եւ երգը էս մի քանի բաներ ու սպորտը Մավր ջան հարաբերական ինչ որ մասով է շատ շնորհակալ եմ զրույցի համար շատ լավ զրույց ստացվեց ցանկանամ բոլոր կապչունի ջավախցիներին բոլոր հայերին ովքեր որ ինչ որ քո զրույցի ոնց որ վերջնակետը բերենք նրան որ իրենք եթե նպատակ ունեն ինչ որ երազանքներ ունեն միջև էջ գնան չկանգնեն դժվարությունների առաջ շնորհակալ եմ եղբայր Ալիկ ջան, ես քեզ եմ շնորհակալ եւ քո ասած օրինակով ուզում եմ հենց քո օրինակը բերեմ, որովհետեւ այն ինչ որ դու հիմա սկսել ես անել, դա շատ կարեւոր ու շատ մեծ բան ես անում։
եւ չհիասթափվելու, այդ քրտնաջան աշխատելու, ես անդադ չգիտեմ, երբ զգացել եմ ամենաակտիվ հետևողներից եմ, ասում եմ կիսում եմ բան, բայց շատ դժվար է մի բան ստեղծել, որ իր զրոյից ինչ որ մի բան ստեղծել, բնականաբար դա առաջի փուլում կարող են քիչ մարդիկ նայել, առաջի փուլում կարող անհաջողություն բան, բայց դու չկանգնար դրա առաջ, դու մինչև վերջ գնացիր քո նպատակի հետևից, հիմա արդեն լսարանդ մեծանում է, ավելի սկսել ես նոր բաներ մտածել, ես ա խոսում եմ նրա մասին, որ երբեք պետք չի ուսատվել։ Կեցես դու նաև քո այս պրոյեկտին եմ հաջողություն մաղթում, Արեգ ջան։ Շնորհակալ եմ։